Մարդը, ով գնեց Հովսեփին, տարավ նրան հեռավոր երկիր։ Նա այնտեղ Հովսեփին վաճառեց մի հարուստի, որի անունն էր Պետափրես։ Հովսեփը դուր էր գալիս Պետափրեսին։ Ցանկացած աշխատանք, որ նա հանձնարարում էր, Հովսեփը կատարում էր գերազանց։ Մի օր Պետափրեսը Հովսեփին ասաց. «Հովսեփ, ես գիտեմ, որ քեզ կարելի է վստահել այն ամենը, ինչ ունեմ։ Ես քեզ կարող եմ վստահել իմ հարստությունը, իմ տունը, իմ դաշտերը։ Դու կլինես իմ գլխավոր ծառան»։ Մի անգամ, սակայն, Պետափրեսի կինը Հովսեփին խնդրեց անել այն, ինչը Պետափրեսին դուր չէր գա։ «Ոչ», պատասխանեց Հովսեփը, «քո ամուսինը ինձ վստահում է։ Ճիշտ չէր լինի, որ ես այդ բանն անեի»։ Պետափրեսի կինը շատ զայրացավ։ «Լավ, տես ես քեզ ինչ կանեմ», սպառնաց նա։ Հետո գնաց ամուսնու մոտ և չարախոսեց Հովսեփին։ Պետափրեսը հավատաց կնոջը և Հովսեփին բանտ նետեց։ Բանտում Հովսեփը կատարում էր բանտապետի բոլոր առաջադրանքները։ Շուտով նրան տվեցին պատասխանատու աշխատանք։ Նա պետք է օգներ հսկել մյուս բանտարկյալներին։ Հովսեփը բարի էր բանտարկյալների նկատմամբ և ձգտում էր օգնել նրանց։ Մի անգամ երկու բանտարկյալներ զարմանալի երազներ տեսան։ Դա նրանց անհանգստացրեց։ Նրանցից մեկը թագավորի հացթուղթն էր, մյուսը մատռվակապետը, այսինքն թագավորի բաժակի մեջ գինի լցնողը։ Աստված Հովսեփին նրանց երազները բացատրելու իմաստություն էր տվել։ Նա մատռվակապետին ասաց. «3 օր հետո քեզ բանտից կազատեն և դու նորից կծառայես թագավորին»։ Իսկ հացթուղթին Հովսեփն ասաց. «Քո երազը նշանակում է, որ դու 3 օր հետո պետք է մեռնես»։ Ամեն բան եղավ այնպես, ինչպես ասել էր Հովսեփը։ «Խնդրում եմ, հիշեցրու իմ մասին թագավորին», ասաց Հովսեփը մատռվակապետին։ «Ինձ բանտարկել են, սակայն ես ոչ մի վատ բան չեմ արել»։ Մատռվակապետը խոստացավ Հովսեփի մասին խոսել թագավորի հետ, բայց շատ շուտով մոռացավ իր խոստումը։